պատասխանը կարող մի քիչ փիլիսոփայական թվալ, դա իրականում այդպես չի։ Յուրաքանչյուր մարդու պայքարից շատ բան է կախված։ Գիտեք, կաթիլը քար է ծակում։ Ես ամեն դեպքում հավատում եմ մեկ մարդու ուժին, ու պայքարի միջոցները շատ տարբեր են։ Նարեկը պայքարում է հացադուլով, մեր մյուս ընկերները, իրոք Խաչիկի անունը և շատ ընկերների անուններ չէի նշել, պայքարում են իրենց ազատությամբ, մարդիկ պայքարում են ելույթներով, սոցիալական ցանցերում, ցանկացած ձևը պայքարի էական, ցանկացած։ Բարեկամական հավաքի ժամանակ Փաշինյանական թեզերով մոլորված, մանիպուլյացիաներով մոլորված բարեկամին կամ ընկերոջը փաստերով ամեն ինչ ապացուցելը նույնպես պայքարի միջոց է։ Գուցե ինչ-որ մարդիկ լինեն, որ ասեն, որ ասածս ծիծաղալու է թվում, բայց վստահեցնում եմ ձեզ, որ դա այդպես չի։ Նիկոլ Փաշինյանին ընդդիմություն շատ վաղուց արդեն ոչ թե այս կամ այն քաղաքական ուժն է, այլ ժողովուրդն է։ Եվ այդ ժողովրդի հավաքական և կետարկետ հատ առ հատ իրենց տեղերում պայքարի շնորհիվ է։ Այնպես որ իմ խնդրանքը հետևյալն է, ոչ մի դեպքում չի հիասթափվել, որովհետև այս պահին մարդիկ կան, որոնք չեն հիասթափվել և անազատության մեջ են դրա համար։ Երկրորդ, ցանկացած ձևով փողոցային պայքարից մինչև նորից եմ ասում այս կամ այն մոլորությամբ խաբված մեր քաղաքացուն իրականությունը բացատրելու պայքարը։ Իսկ ավելի համապարփակ, ավելի մեծաքանակ, ավելի մասսայական պայքարի հարթակներ երաշխավորում եմ ձեզ, որ առաջիկայում տեսանելի են լինելու։ Շնորհակալ եմ։